ընթացքում դրանից ինչքան առաջ, ինչքան հետո տեսնեմ այդ նախկին պաշտոնյան թուրու թվանքը առած ընկելա ինչ որ գրառումներ անում, սրա հետ կապված չէ, ոչ ասելու մանկապարտեզները ձեռից առան, եւ այդ պաշտոնյան նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն է, որի կնոջն է, կնոջ հետ կապված էր այս պատմությունը, եւ ասենք զարմանում ես այդ մարդկանց ինչ կապ ունի, մի հատ մեկը կարա բացատրի Վարդան Օսկանյանը եւ իր կինը ինչ կապ ունեն, որ Դիլիջանում պետքա մանկապարտեզ վերցրած լինեն։ Ու ես հիմա հասկանում եմ, այս վերջերս էլ բան է, ինչ վերնագրեր են տարածում, վարչապետը, չգիտեմ ինչի հենակետային քոլեջի շենքը նվիրել է իր դստերը։ Այս մարդիկ ամբողջ այս հիմա քանի որ այս ապօրինի գույքի բռնագանձման 4 ուղղությունները ակտիվացել են, իրանք մի խնդիր ունեն ցույց տալու, որ մենք իրանք նման ենք։ Իրանք մի խնդիր ունեն, իրանք արդեն չեն էլ բանանում, ուզում, չեն էլ փորձում ապացուցեն, որ իրանք թալանչի սրիկա ստահակ են, կներեք այս բառակապակցությունների համար։ Իրանք հիմա ուրիշ խնդիր են դրել, իրանք վարչապետը Ֆրանսիայում 3 միլիոն բանով եվրոյով տուն է գնել։ Ասենք մերկու դաշնակ մաշնակ կա Ֆրանսիայում, տանում են 3 եվրոյով կայք են բացում մի շաբաթանոց, մեջը ինչ զառանցանք ասես դնում, դե արի ապացուցի, որ ասում եմ, այս մարդիկ Քոչարյանա սերժական ստահակ զանգված էլ չել փորձում ապացուցի, որ իրանք բան են։ Եվ մենք կոռեկտություններ պահելով սխալվում ենք։ Օրինակ մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է։ Եվ դա արձանագրված է դատարանի որոշմամբ։ Որովհետև մարդը գնացել է իր դեմ կաշառքի գործը, ասել է վաղեմության ժամկետ կիրառեք։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում է, որ ինքը կաշառակեր է։ Հիմա Հայաստանի Հանրապետության դատական համակարգում պաշտոնապես արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կաշառակեր է։ Թողնան դատի տան։ Հիմա սրանից հետո ես երբ ելույթ ունենամ Ռոբերտ Քոչարյան անունը հնչի, ասելու եմ կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը եւ այլն եւ այդպես շարունակ։ Լավ, ամեն ինչին չափ կա, սահման կա։ Ամեն ինչին չափ կա, սահման կա։ Վարչապետը վիլա է առեբանում։ Իրանք էլ չեն ժխտում, որ բանում Հունաստանում կղզի ունեն։ Իրանք այլևս չեն կարա պաշտպանվեն, որ իրանք թալանչի կաշառակեր են։ Իրանք ուզում են ցույց տան, որ դե իրանք էլ են, իբր մենք էլ ենք թալանչի կաշառակեր, չեք հասնի այդ նպատակին։ Որովհետև ամեն մի անհեթեթության հետևից գնան, եւ իմիջիայլոց այս անկանոն շարժումներն էլ կապված են այս գույքի բռնագանձման, այս համակարգերի։ Իմիջիայլոց համայնքային շահի պաշտպանության այս օրենքը ընդունվել է 2021 թե 22 թվական։ 2023 թվականի ապրիլին բան։ 23-ին ժամանակն է։ Հա, ու որովհետև մենք ապօրինի գույքի բռնագանձման համակարգ, այսինքն մի քանի համակարգեր ստեղծել, մենք է նկատեցինք, որ մի րոպե ժողովուրդ ջան, մի հատ հսկայական շերտ դուրս ամանում, եւ այդ շերտն է նա, որ համայնքները կղզիացած, այսինքն ըստ էության վերահսկողության մեխանիզմների բացակայության պայմաններում, իրանք ինչ ասես սեփական բادرանով ով պետք է զբաղվի։ Եվ այո, էլի մեծ դիմադրության պայմաններում համայնքային շահի այս գործառույթը վերապահեցինք դատախազության։ Այն ժամանակ էլ էր ասում, վայ, բռնապետական համակարգ ենք սարքում եւ այլն, ուր այդ բռնապետական համակարգը։ Ուր այդ բռնապետական համակարգը, ընդ որում միջազգային բոլոր բաներով, ռեսուրսներով Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկրների ցանկում է, շարքում է եւ ամրապնդում է տեղը, շատ կարեւոր է։ Եվ ահա այս ամեն ինչը կապված է ուղիղ սրա հետ, որովհետև երբ որ մարդկանց ձեռից սկսում ես գույք բան անել, գույք վերցնել, ապօրինի թալանված գույքը հետ վերցնել, եւ մարդիկ զգում են, որ մոտենում է, ինչ պետք է անեն։ Պետք է փորձեն, ցույց տալ, որ դե իբր մենք էս վերցնում ենք մեզ,
Դիլիջանի մանկապարտեզը վերադարձրին, այո, ճիշտ է, բայց այնուամենայնիվ այն հենակետային քոլեջները հանրապետության հենակետային քոլեջների մի մասը վարչապետը նվիրեց դստերը, երկրորդ մասը երկրորդ դստերը, երրորդ մասը երրորդ դստերը, չորրորդ մասը ընդհանրապես բաները համալսարանները որդուն է նվիրել, բաները մարզադաշտերը եւ մարզադպրոցները, ասենք, չգիտեմ, ելում եւ այդպես շարունակ։ Բայց մենք շարունակելու ենք այդ բոլոր թալանվածները հատիկ վերադարձնել։ Ուրիշ տարբերակ չկա, չեմ փախնի։ Ոնց որ ասել են, ոչ մի ձուկ եւ ոչ մի մուկ չի պլստալու, արդեն չեմ պլստում։ Ու դրանից անկանոն շարժումներ եւ անկանոն գորգորոսներով լցրել են Հայաստանի Հանրապետությունը։ Համեցեք տիկին Վարդան։ Ձեր թույլտվությամբ, պարոն վարչապետ, ուղղակի հստակեցնեմ, Դիլիջանի մանկապարտեզը, այո, 19 տարի շարունակ չի բարեկարգվել եւ պատկանել է առաջինը երեխաներին հասարակական բարեգործական կազմակերպությանը, հիմնադրամին, որը ճիշտ է պատկանել է նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի տիկնոջը, տիկին Նանի Օսկանյանին եւ ըստ էության քրեական վարույթի շրջանակներում է, որ հաշտության արդյունքում համայնքի հետ 19 տարի շարունակ ուղղակի դատարկ կանգնած շենքը վերադարձվեց համայնքին եւ մենք նաեւ ճշտել ենք արդեն մեր գործընկերներից, որ ներառված է սուբվենցիոն ծրագրում եւ առաջիկայում նույնիսկ ներկայացված է կառավարության հաստատմանը, որպեսզի մանկապարտեզը վերանորոգվի, հիմնանորոգվի ըստ էության եւ մեր հաշվարկներով մոտ 120 երեխա դուրսեր մնացել նախադպրոցական կրթությունից հենց այս մասնաշենքը ժամանակին շահագործման չհանձնելու արդյունքում։ Ձեր թույլտվությամբ ուղղակի շարունակականություն ընդգծելու եւս մի եւ ուղղությունների եւս մեկի մասին խոսեմ, դա վերականգնված միջոցների միասնական հաշիվն է 2 տարի շարունակ աշխատանքի արդյունքում, պարոն վարչապետ, 2024 թվականի դեկտեմբերի 5-ին կառավարության նիստը հաստատեց վերականգնված միջոցների միասնական հաշվի գոյության փաստը եւ նշեմ, որ մինչ այսօր առավոտյան 9:30 16 միլիարդ 953 միլիոն 382 հազար դրամ գումար է արդեն մուտք արվել հաշվին, որը օգտագործվել է ֆինանսների նախարարության կողմից, դա եթե վերածենք ամերիկյան դոլարների մոտավորապես 44 միլիոն 177 հազար ամերիկյան դոլար է։ Մենք ուրախ ենք, որ կարողանում ենք օգտակար լինել ֆինանսների նախարարությանը եւ կարճ անդրադառնամ նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, պարոն վարչապետ, վերջերս շատ քննարկեցին ու շատ շահարկեցին, որ այ հեսա բոլոր հայցերը հերթով կհրաժարվեք այդ հայցերը բոլորը հետ կվերցնեք, ներողություն կխնդրեք, ել չգիտեմ ինչ կանեք։ Ուղղակի ուզում եի նշել, որ այս պահին 152 հայցադիմում ունենք դատարանում եւ 5 հայցադիմումների վերաբերյալ ունենք կայացված դատական ակտեր, բայց դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել, այդ դատական ակտերի մի մասի հետ մենք համաձայն չենք բողոքարկել ենք, մի մասի հետ պատասխանողները համաձայն չեն բողոքարկել են, բայց process-ը բնականon հունով շարունակվում է, ընդհանուր հայցագինը մոտավորապես 6 միլիարդ դրամ է։ Նաև հիշեցնեմ, որ այս գործառույթի շրջանակներում 2023-24 թվականների ընթացքում 8 հաշտության համաձայնություն է կնքվել, որոնցով Հայաստանի Հանրապետությանը արդեն վերադարձվել է եւ ամրացվել է Հայաստանի Հանրապետությանը 7 անշարժ 2 շարժական գույք, 2025 թվականի հունիսի 3-ի դրությամբ 815 միլիոն 200 հազար դրամ է մուտքագրվել վերականգնված միջոցների միասնական հաշվին եւ 50.720 եվրո միայն այս լիազորության ուղղությամբ, պարոն վարչապետ, նշեմ, որ անշարժ գույքերի շուկայական արժեքը կրկին կադաստրային մոտարկված շուկայական արժեքը 4 միլիարդ 200 միլիոն դրամ է։